Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր մենք միասին կպատրաստենք կեքսիկներ, որը շատ հարմար է թե երեխաների նախաճաշի, թե մեր ընդմիջման համար։ Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են ալյուր, հավկիթ, փխրեցուցիչ, կակաո, նարինջ, շոկոլադ, արևածաղկի ձեթով։ Գրամները գրված կլինեն մեկնաբանության մեջ, կտեսնեք եւ կպատրաստեք, եւ շաքարավազ, նախորոք շոկոլադը եւ ձեթը միասին դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի հալվի։ Այնուհետև կոտրում ենք հավկիթները 30 հատ։ 30 հավկիթների համար դուրս է գալիս մոտավորապես 50 հատ կեքսիկներ։ Շատ փափուկ, համեղ, քաղցր կեքսիկներ են։ Շոկոլադը հալվում է եւ դառնում շատ իդեալական համահունչ փխրուն խմորի մեջ։ Դե ինչ, կոտրում ենք 30 հատ հավկիթ եւ վերադառնում ենք։ Այնուհետև հավկիթների վրա ավելացնում ենք շաքարավազը, կիլո 200 գրամ շաքարավազ եւ միացնում ենք, որպեսզի դառնա համասեր զանգված։ Ահա դարձավ համասեր զանգված։ Ավելացնում ենք ալյուրը, կիլո 100 գրամ, փխրեցուցիչ 40 գրամ, եթե փխրեցուցիչ չունեք, կարող եք ավելացնել սոդա, 100 գրամ կակաո, եւ այնուհետև հանում ենք մեր տարայով շոկոլադը ձեթով եւ խառնում ենք, որպեսզի դառնա համասեր զանգված, շոկոլադը հալվի ձեթի մեջ եւ այնուհետև ավելացնում ենք մեր մնացած զանգվածին։ Տեսեք ինչ գեղեցիկ է ստացվում։ Այնուհետև նարինջն ենք քամում, որովհետև մեզ պետք է կես նարինջի հյութը։ Նարինջը տալիս է մեզ համեղ եւ հոտ եւ համ։ Կարող ենք մի փոքր նարնջից հետրը ավելացնել, բայց ես քանի որ ես ինքս չեմ սիրում, ես ավելացնում եմ միայն հյութը։ Ավելացնում ենք զանգվածին եւ միացնում ենք այնքան ժամանակ, մինչեւ դառնա համասեր զանգված։ Մոտավորապես 2 րոպե, ահա տեսեք ինչ գեղեցիկ խմոր է ստացվել։ Երեխաների ամենասիրելի կեքսիկներն են։ Քաղցր շոկոլադապատ։ Տեղափոխում ենք տարայի մեջ։ Ահա եւ հիմա կլցնենք արդեն մեր կեքսիկները, մոտավորապես 20 գրամի չափով ես ձեզ կասեմ, որ լցվում է, որովհետև թողնում ենք մի փոքր տեղ, որ ինքը տեղ ունի բարձրանալու, դրա համար մի փոքր տարածք ենք թողում բարձրանալու համար։ Լցնում ենք մեր խմորը, տեսեք ինչ փափուկ խմոր է ստացվել։ Այնուհետև միացնում ենք ջեռոցը, դնում ենք 180 աստիճան 20 րոպե եւ ուղարկում ենք եփվելու։ Ահա տեսեք ինչպես է բարձրացել։ Շատ համեղ եւ փափուկ է ստացվել։ Երեխաների ամենասիրելի նախաճաշը, թեյով կամ մեկ բաժակ սուրճով։
Հա լրացավ մեր 20 րոպեն, տեսեք ինչ գեղեցիկ կեքսիկներ են ստացվել, բարձրացել են։ Հիմա կտեղափոխենք ափսեի մեջ եւ դուք ինքներդ կտեսնեք փափկությունը։ Ամբողջ խոհանոցով տարածվել է կեքսիկների հոտը, նարնջի հոտը։ Հա տեսեք, մեր կեքսիկներն արդեն պատրաստ են, փափուկ, համեղ, հոտի մասին խոսելն արդեն ավելորդ է, ամբողջ խոհանոցով հոտը տարածվել է, նարնջի անուշ բույրը, գեղեցիկ եւ համեղ, պատրաստ եք չեք փոշմանի։ Բաժանորդագրվեք իմ ալիքին եւ մենք հաջորդը կպատրաստենք ավելի համեղ եւ ավելի գրավիչ ուտեստներ։ Ձեզ հետ Աննաներ կհանդիպենք։